Եվ այսպես Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ կուսակցության գործադիր մարմնի նիստը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվեց վարչապետի եւ կառավարության կազմի նշանակման հարցը։ Նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ։ Զինվեք, համբերությամբ եւ կիմանաք, Տիգրան Սարգսյանն այսպես խուսափեց կանխատեսել, արդյոք կվերանշանակվի իր պաշտոնում։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ազգային ժողովի ձևավորումից հետո 10-օրյա ժամկետում պետք է հայտնի դառնա վարչապետի անունը։ Վարչապետին այսօր ընտրեց խորհրդանում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քննարկելով ու հաշվի առնելով կուսակցության մեծամասնության կարծիքը։ Նախագահը իրականացրեց կոնսուլտացիաներ, առաջարկեց վարչապետի պաշտոնում նշանակել ասենք Տիգրան Սարգսյանին եւ կուսակցության գործադիր մարմինը միաձայն ընդունեց նախագահ Սարգսյանի առաջարկը եւ վարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Սարգսյանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետո արդեն լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կանխատեսում էր իր վերընտրվելը։ Նոր կառավարության կազմը պարզ կլինի հունիսի 10-ից հետո։ Նոր կառավարությունում լուրջ փոփոխություններ չեն լինի, արտաքին գործերի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների մնալը նույն պաշտոնում ամենահավանականն է։ Կազմը գրեթե անփոփոխ, փոխարենը ծրագրերը նոր կլինեն։ Մենք շուտով կներկայացնենք մեր ծրագրերը ձեր դատին, հիմքում լինելու է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիր։ Նոր կառավարությունը ինչ ծրագրեր ունի եւ որոնք են նախորդ կառավարության բաստողները։ Նոր կառավարության ծրագրի հիմքում կլինի մեր նախընտրական ծրագիրը, իհարկե նաև կհարստանային բոլոր առաջարկությունները, որ կառավարության ժամանակ եղել է։ Ես կարծում եմ շատ դժվար է այսպես միանգամից թերությունների մասին խոսել, որովհետև ինչքան աշխատանքները մեծ են լինում, այնքան նաև դրանց հետևում են տարբեր տեսակետներ թերությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ հանրապետականում նախորդ կառավարության աշխատանքից դժգոհ չեն, բայց միաժամանակ համոզված են, լավից լավը հնարավոր է ու պետք է անել։